Ուրիշի ընտանիքը սերիալում ինտրիգը գնալով խորանում է և յուրաքանչյուր նոր դրվագ ոչ թե պարզաբանում է իրավիճակն, այլ ավելի է խճճում հարաբերությունների կծիկը։ Նկարահանումները շարունակվում են, իսկ առաջիկա սերիաները խոստանում են լինել ամենալարվածն ու ամենաբացահայտողը։ Նորոյի քայլը, երբ նա որոշեց խոսել Լանայի բարեկամուհու հետ, կարող է դառնալ ամբողջ պատմության շրջադարձային պահը։ Պարզվում է, տարիներ առաջ Լանան թողել է իր երեխային և հեռացել։ Այս տեղեկությունը միանգամից նոր հարցեր է առաջացնում՝ ում մասին է խոսքը, որտեղ է այդ երեխան և արդյոք այդ երեխան հենց Մագդան է։ Եթե Լանան իսկապես տարիներ առաջ լքել է իր երեխային, ապա դա կարող է բացատրել նրա մշտական ներքին տագնապը, մեղքի զգացումը և այն անհասկանալի կապը, որը նա ունի Մագդայի հետ, բայց այստեղ ամեն ինչ չի ավարտվում։ Էդոյի խոսքերը Նորոյին «Արշակը Մագդայի հայրը չէ, բայց օտար էլ չէ» իրավիճակը դարձնում է էլ ավելի բարդ։ Այդ նախադասությունը կարծես հուշում է, որ կապն արյունակցական չէ, բայց ոչ հայրական։ Հնարավոր տարբերակները մի քանիսն են. Գուցե Արշակը ճանաչել է Մագդայի հորը, գուցե նա Մագդայի մոր Լանայի նախկին ամուսնու հարազատն է, կամ գուցե Մագդայի իրական հայրը Արշակի շատ մտերիմ ընկերն է եղել, և Արշակը պարզապես պատասխանատվություն է վերցրել նրա մահից կամ անհետացումից հետո։ Այս տարբերակներից յուրաքանչյուրը կարող է ամբողջությամբ փոխել սյուժեի ընթացքը։ Մագդայի ներսում նույնպես կասկածները սկսելու են աճել։ Կարենը, որքան էլ վտանգավոր ու մանիպուլյատիվ լինի, մեկ բան անում է ճիշտ, նա կասկածի սերմ է գցում։ Երբ մարդը սկսում է կասկածել իր ինքնությանը, իր անցյալին, իր ընտանիքի ճշմարտությանը, նա դառնում է առավել խոցելի։ Կարենը հենց այդ խոցելիությունն էլ փորձում է օգտագործել։ Եթե Մագդան սկսի լրջորեն մտածել, որ իր կյանքը կառուցված է կիսաճշմարտությունների վրա, նա կարող է գնալ ծայրահեղ քայլերի, նույնիսկ հեռանալ բոլորից, միայն թե պարզի իրականությունը, իսկ դա հենց այն է, ինչ կարող է ձեռնտու լինել Կարենին։ Նորոն մյուս կողմից արդեն հասկացել է, որ չի թողնի Մագդան կրկին ընկնի ծուղակը։ Նրա վերաբերմունքը փոխվում է, եթե նախկինում նրանց միջև լարվածություն կար, հիմա Նորոն շատ ավելին է մտածում Մագդայի անվտանգության մասին, քան սեփական վիրավորվածության։ Լանայի լռությունը նույնպես երկար չի կարող շարունակվել, եթե արդեն բացահայտվում է, որ նա երեխա է թողել տարիներ առաջ, ապա շուտով ստիպված կլինի բացատրել ինչու, արդյոք նրան ստիպել են, արդյոք նա փրկել է երեխային ինչ-որ վտանգից, թե պարզապես փախել է իր սխալներից։ Արշակի պահվածքը ևս հետաքրքիր է, եթե նա իսկապես օտար չէ Մագդայի համար, նշանակում է նա գիտի ավելին, քան ասում է։ Նրա լռությունը կարող է պայմանավորված լինել ոչ թե մեղքով, այլ խոստումով։ Հնարավոր է նա ինչ-որ մեկին խոստացել է պաշտպանել Մագդային, նույնիսկ սեփական հեղինակության հաշվին։ Առաջիկա սերիաներում ամենայն հավանականությամբ մենք կտեսնենք մեծ բացահայտման նախերգանքը։ Կարող է հայտնվել հին փաստաթուղթ, ծննդյան վկայական, կամ մի մարդ անցյալից, ով Կասիային ինչ տարիներ շարունակ թաքցվել է։ Մի բան հստակ է՝ կծիկը ոչ թե քանդվում է, այլ ավելի է խճճվում, և որքան խորն է խճճվում, այնքան պայթյունավտանգ է լինելու բացահայտումը։ Հեռուստադիտողին մնում է սպասել՝ արդյոք Մագդան կհասկանա ճշմարտությունը Կարենի միջոցով, թե իրականությունը կբացահայտվի սիրո ու վստահության միջոցով, բայց արդեն ակնհայտ է՝ առաջիկա սերիաները լինելու են հուզական, ցնցող և ճակատագրական։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ համար կբերենք նոր ու հետաքրքիր տեսանյութեր, հետաքրքիր գաղտնիքների բացահայտումներ և իհարկե դիտարժան կադրեր, որոնք արվում են նկարահանման հրապարակում։ Քիչ առաջ էլ պարզ դարձավ, որ ինքը Արշակն արդեն ունի կասկածներ Լանայի հետ կապված։ Նա զանգահարում է Լանային ու նրան հարցնում, թե ով է նա։ Բնականաբար, Լանան այդ հարցի պատասխանն առայժմ չի կարող տալ, նախ՝ իր կյանքը վտանգի տակ է, և երկրորդ՝
Այդ ասելով Արշակը նրան այլևս չի կարողանա ներել, նա մտել է այդ տուն հատուկ նպատակով, իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ խճճված է։ Նորոն արդեն անհանգստանում է Մագդայի համար, դրա համար նա որոշել է հանդիպել ու խոսել, այդ պատճառով նա զանգահարում է Մագդային ու խնդրում, որպեսզի տանից դուրս գա։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե վերջապես Նորոն կասի, որ Լանան Մագդայի մայրն է։ Ինչ է անելու Մագդան այդ ամենից հետո և ինչպես է վարվելու այդ նորության հետ, որը նա կիմանա։ Բնականաբար, սա սցենարի փոփոխություն է նշանակում ու հետաքրքիր զարգացումներ։ Շրջադարձերը հետաքրքիր են լինելու, այնպես որ բաց մի թողեք հեռուստասերիալի հերթական սերիաները, որովհետև ամեն ինչ դեռ առջևում է, հետաքրքիր զարգացումներ, հանգուցալուծումներ, նոր գաղտնիքներ։